Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, Լոռու մարզի ցանկացած կետում եւ բոլորին ասում ենք, որ բաց սենյակի հյուրասրահն այս պահից բաց է եւ իր եթերային ձևաչափով մենք սիրով զրուցելու ենք մեր հյուրերի հետ ու խոսելու ենք կարևոր հրաշալի մի իրադարձության մասին, որը վերջերս կայացավ։ Այո։ Եվ այժմ պետք է սիրով ներկայացնենք մեր հյուրերին։ Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանն է մեր տաղավարում եւ Ռուսաստանի Դաշնության Անապայի հայ համայնքի մշակույթի եւ կրթության բաժնի ղեկավար Տիգրան Ավդալյանի անվան մուշ արվեստի կենտրոնի տնօրեն, մեր շատ սիրելի համակարգացի Կարինե Փիլյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ հարգելի հյուրեր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Այս սովորաբար մենք այս հաղորդման ձևաչափում, քանի որ ինքը շաբաթ եւ կիրակի օրերին է եթերում լինում, միանգամից շտապում ենք իմանալ մեր հյուրերը հանգստյան օր, որպես այդպեսին շաբաթ կիրակի ունենում են, թե ոչ։ Դուք ո՞նց եք սիրում անցկացնել ձեր հանգստյան օրերը։ Մենք շաբաթ կիրակի չունենք, որովհետև ունենք կիրակնօրյա դպրոցներ, շաբաթ կիրակի օրերին մենք դպրոց ունենք։ Հանգստյան ես ինքս անձամբ հանգստյան ոչ մի օր չունեմ։ Մշակույթին ծառայողները որևէ մեկը չունի հանգստյան շաբաթ կիրակի, գուցե այլ օրերում տեղավորվես, որովհետև եթե որը ընդհանուր առմամբ տոնական օր է, նշանակում է մեզ համար աշխատանքային օր է։ Շատ լավ։ Հատկապես տոնական օրերին դուք էլ գիտեք։ Այո, մեզ համար էլ է այդպես։ Շատ լավ, ներկայացին մեր համակարգացի, խնդրում եմ պատմել, թե ինչպես հայտնվեցիք Անապայում եւ ստեղծագործական այսպես կյանքը դասավորել։ Ու շատ բուրըն կյանքը, ասենք որ սա շատ լավ առիթ է հարգելի հեռուստադիտողներ, որ մենք հյուրընկալել ենք Տիկին Կարինեն, քանի որ նա այս պահին Վանաձորում է գտնվում եւ մեզ հուշել էին իհարկե։ Մենք էլ առիթը բան չտվեց։ Այո, այս առիթը ճիշտ կազմակերպել։ Ոնց հասակ այնտեղ ու ոնց ծնվեց այդ ակտիվ գործունեության ակունքները, որտեղից եկան։ Ճիշտն ասած, Անապայում հավաք եղել եմ շատ պատահական, հայտնվել եմ, այսպես ասած, իմ ընտանիքը նույնպես արվեստով է զբաղվում, ամուսինս նշանավոր ժամանակին ճանաչված աչպարար Հովիկ Սաքանյանն է, եւ մենք ունենք Պատրանքի թատրոն, որտեղ մասնակցում են եւ իմ տղան եւ իմ աղջիկը, ու Հոլանդիայի հյուրախաղերից հետո Հովիկը վերադարձավ Հայաստան, հետո շատ պատահաբար եղավ հրավիրեցին Նավառասիսկ Անապա։ Ես այդ տարիներին աշխատում էի թիվ 27 դպրոցում որպես փոխտնօրեն եւ հայոց լեզու եւ գրականություն էի դասավանդում։ Հետո ամուսինս պատահական հրավիրեց ինձ իր մոտ Նավառասիսկ, որոշեցինք, որ ամենակարևորը ընտանիքն է, որտեղ ընտանիքը այնպես էլ ես, երեխաները եւ այդպես հայտնվեցինք Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում։ Ճիշտ ասած, սկզբնական շրջանում շատ ծանր էր, ամեն մի սեպտեմբերի 1 ինձ համար դա, չգիտեմ, բոլորը դպրոց են գնում ու ես հանկարծ տանը նստած որոշեցի իմ դպրոցները ստեղծել, ինչու եւ ոչ։ Եղա Անապայի մի քանի պետական դպրոցներում, առաջարկեցի իմ ծառայությունը բացել հայկական խմբակներ։ Ստացվեց, հետո ինձ հրավիրեցին տեղի համայնք եւ արդեն 25 տարուց ավել ես ոչ միայն դասավանդում եմ համայնքների տարբեր դպրոցներում, այլ նաեւ ունեմ իմ ծրագրերը, դասագրքի հեղինակ եմ ռուսախոսների համար, ունեմ իմ դպրոցը, արդեն այս տարի ուրախություն, չգիտեմ, առաջին անգամ մենք պետք է բացենք դպրոց, որտեղ կլինի նաև հայեցի ուսուցում բոլոր առարկաների գծով, դա երկրամասում առաջին դպրոցն է այդպիսին, չգիտեմ, դեռ անելիքները շատ են, դա ինձ կհաջողվի թե ոչ, բայց արվեստի կենտրոնը արդեն հաջողվել է, 4 տարի մենք դասավանդում ենք ոչ միայն հայերեն, այլ ունենք արվեստի բոլոր բաժիններ, ունենք սեփական թատրոն, պարի խմբեր, դասավանդվում են անգլերեն, մաթեմատիկա, հետո մենք ունենք երեխաներ, ովքեր նոր են եկել Ռուսաստան եւ նրանց համար ռուսերենը մեծ խնդիր է, որպեսզի տեղի դպրոց կարողանան հաճախել, մենք այդ երեխաներին սովորեցնում ենք նաեւ ռուսերեն։ Հայապահպանության կարևոր գործին եք ձեզ նվիրել, այո, եւ
Բրավո։ Թող ձեր նպատակները հաջողությամբ պսակվեն եւ հրաշալի է հատկապես որ Հայաստանից դուրս ավելի շատ են սիրում ու ավելի են գնահատում հենց մեր լեզուն ու մեր արժեքները ու գանք նաեւ հասնենք մշակույթ։ Ու նաեւ այս ձեր համագործակցությունն ինչպես ծնվեց Բոհեմի հետ, ոնց եղավ գաղափարը, ոնց գտաք միացան։ Այո, եւ ինչ ծրագրի մասին մի քիչ խոսենք, հա։ Ուրեմն ես սկսեմ։ Դուք իհարկե դուք սկսեք, ինչպես սկսվեց, հետո Ուրեմն քանի որ ես միշտ իմ կապը երբեք թատրոնի, հատկապես հայկական թատրոնի հետ երբեք չեմ կտրել, 2017 թվականին ես հրավիրեցի մեզ մոտ Աբելյանի անվան, նորից Վանաձոր քաղաքի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախումբը եւ մի հրաշալի ներկայացում ունեցան խնայեցեք տղամարդկանց, բայց ռուսերեն, որովհետեւ ես վախեցա, որ այն տարիներին ես չեմ կարող հավաքել հայալեզու հանդիսատես։ Այս տարի նորից մեր եկավ էլի Խաչքարյուր, մտածեցի ինչու՞ վել չհարկավոր է թատրոն հրավիրել։ Ներողություն Տիկին Կարինեն չասեց, որ ամեն տարի Անապա քաղաքում իրենք ունեն Խաչքարի տոն, չէ՞, արդեն 92 թվականից սկսած Հայկաձորում կա այդպիսի գյուղ, Տիկին Կարինեն։ Գյուղ է, հայաբնակ գյուղ է։ Հայաբնակ, որի անվանում Հայկաձոր է։ Անունն արդեն հուշում է ամեն բան։ Ամեն տարի, ուրեմն 92 թվականից սկսած, փաստորեն իրենք մայիսի վերջին շաբաթը, Կիրակին իրենք նշում են այդ Խաչքարի տոնը։ Եվ հրավիրում ենք բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, ովքեր երկրամասում բնակվում են։ Մեծ համերգային ծրագիր է տեղի ունենում։ Մեծը մեղմ է ասված, որ դա տեսնել էր պետք։ Էլի բավականությունները Հավաս եմ այդ տեսակետից դուք պատմիչոցառում եմ։ Նախ եկեղեցու դիրքը, թե որտեղ է կառուցված եկեղեցին։ Ինձ թվաց բարձրանում ենք Վանաձորի թաղամասերից մեկը, այդ հսկայական հարթավայր Ռուսաստանում մեր հայերը գտել էին բլուրներ ու բարձունքի վրա կառուցել էին այդ հսկայական շատ գեղեցիկ փառահեղ մի եկեղեցի մեծ տարածքով, որի ունեին նաև անտառային մասեր, որտեղ տաղավարներ էր տեղադրված եւ ամեն տարի ոնց մեծ քանակով, չէ, մատաղ են անում հայերը, մեծ քանակի եւ մեծ տոնախմբություն է լինում։ Ընդհանրապես դու մոռանում ես, որ դու Հայաստանում չես, որովհետև այնտեղ շուրջը հայ է, բլուրները կան, բոլոր հայերեն են խոսում, բլուրը ապահոված եկեղեցին կա, հրաշալի մեծ մասշտաբի միջոցառում է լինում, իհարկե մեծ ջանքեր եւ մեծ գործը դա Տիկին Կարինեն է անում, դա հասկանալի է, մեծ համայնք ունեն մշակութային այդ արվեստի այդ միջավայրը ավելի քան ոգեշնչող էր ու պարտավորեցնող։ Ինչ տվեց համար է։ Այ ինչ տվեց դա եւ բոհեմականներին, հա, եւ առհասարակ թեկուզ եւ Հայաստանից դուրս այդ բլրի օրինակով նաեւ Հայաստան ապրելը զգալը։ Ցանկացած արվեստի մարդու համար մեծ նշանակություն, մեծ կարեւորություն ունի առհասարակ հյուրախաղերը։ Դա եւ փորձի փոխանակում է եւ հանդիսատեսի զարկը զգալու, պահանջը զգալու Չնայած որ ես չզգացի, որ օտար երկրում ենք, Տիկին Կարինեն մեզ այնպես էր խնամում, այնպես էր ապահովել մեր ամեն մի ժամը, այնպես էր դասավորված հայկական միջավայրից, հայկական միջավայր էինք անընդհատ գնում, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է նաև այլ հանդիսատեսի համար խաղալ ներկայացումներ։ Դու որպես դերասան, որպես բեմադրող, որպես արվեստի այսօրվա մարդ զարկը զգալու, պահանջմունքը զգալու շատ կարևոր բան է, այս անչափ շնորհակալ եմ Տիկին Կարինեին, պիտի ասեմ, որ մեզ համար սա նոր զարկ էր թատրոնի համար, շատ կարևոր զարկ էր եւ հետո կոլեկտիվը նաեւ միավորելու ճանապարհ գնալը, միասին կենցաղ կիսելը դա շատ կարևոր է ցանկացած կոլեկտիվի համար։ Այսինքն այս մեր անապա մեկնելը մի քանի տարբեր գործառույթներ ու նշանակություն ունեցավ կոնկրետ մեր թատրոնի համար, որի համար անչափ ու էլի անընդհատ պետք է շնորհակալ լինեմ Տիկին Կարինեին։ Տիկին Կարինեն շատ շնորհակալ։ Շատ նման էր, չէ, հայկական ամեն ինչ։
Հայաստան։ Հայաստան։ Այստեղ ինչ չկար, որ կարող էիք գտնել այնտեղ, թեկուզ հանդիսատեսի հետ կապված, թեկուզ մշակութային։ Ինչով էր առանձնանում, հա։ Ինչով առանձնացավ Ես ես ասեմ, կոնկրետ այս ներկայացումը, որ մենք խաղում ենք արդեն տարուց ավել է ցանկապատը։ Իհարկե մեր հանդիսատեսներ, այո, անընդհատ ընդունել է միշտ մեծ հուզմունքով, արդյունքներով, ծափերով։ Այնտեղ մի ուրիշ կարոտ կար։ Ես չգիտեմ, համենայն դեպս ես զգացի, որ գուցե իրենց մոտ շատ ավելի շեշտված է դրված դու Ղարաբաղցի, Գյումրեցի, չգիտեմ, չէ, տարածքների։ Եվ դա իրենց համար շատ ավելի արդիական էր մեր ցանկապատի պատմությունը, որ ցանկապատը պետք չի փնտրել մեր միջև, ժողովուրդ, ցանկապատը պիտի երկրից դուրս լինի, սահմանային պիտի լինի մեր միջև ցանկապատներ եւ ընդհանրապես այսօր էլ դա անընդհատ էլ արդիական է այս թեման, որ մենք անընդհատ ախոյաններ ենք փնտրում միմյանց մեջ, այնինչ մենք ամենամոտ հարազատներն ենք եւ դա դրսում շատ ավելի երևի տեսանելի ու սուր է։ Ես զգացի, որ մի տեսակ ապտակի նման հնչեց այս ներկայացումը այնտեղ։ Մեզ մոտ էլ է լավ արձագանքներ ունեցել, բայց դրսում շատ ավելի սուր էր այս զգացողությունները։ Տիկին Կարինե, այ դուք անընդհատ շփվելով այդ հանդիսատեսի հետ, այդ մարդկանց ինչ տպավորություններով կիսվեցին նրանք, որպես այստեղ նաև մարդ, ում հետ դուք նաև կենցաղ եք ապրում եք նաև անընդհատ նրանց հետ եք։ Գիտեք, դա առաջին ներկայացումն էր մեր քաղաքում հայալեզու։ Դրա համար մի տեսակ կար վախի զգացողություն, թե հանդիսատեսը ինչպես կընդունի։ Անգամ սկզբնական շրջանում, երբ մենք ասում էինք, որ հայալեզու ներկայացում է, հանդիսատես հավաքելը բավական դժվար էր, բայց ներկայացումից հետո պատկերը լրիվ փոխվեց։ Մարդիկ ուղղակի արցունքներ աչքերին, հուզմունք աչքերին, ու ես դրսում կանգնած բոլորը հատ-հատ մոտեցան, շնորհակալություն հայտնեցին։ Շնորհակալություն, որ նման կոլեկտիվ է եկել եւ հենց նման ներկայացման։ Իրոք դա արդիական էր, ասելիք ունեցող պիես էր եւ մենք պահը ճիշտ էինք ընտրել։ Երևի ուրիշ ներկայացումներ այսպես այնտեղ չհնչեին։ Անկամ կային ռուսներ, որոնք չէին հասկանում հայերեն, կողքի թարգմանիչների օգնությամբ հասկանում էին։ Եվ ես տեսա, որ բոլորը իրոք մի մարդու նման, չգիտեմ, հրաշալի էր եւ ես երախտապարտ եմ, որովհետեւ եթե թատրոն ունի հյուրախաղերի կարիք, մենք էլ ունենք դրա կարիքը։ Մեր արվեստը, մենք ասում ենք, մենք ունեցել ենք տարիներ առաջ, դարեր առաջ թատրոն, մենք այսպիսի ազգ ենք, բայց հենց հայ թատրոնը ներկայացնել, այդ դրա խնդիրը մենք ունենք այսօր։ Ուրեմն ես վստահ եմ, եթե թատրոնը երկրորդ անգամ մեզ մոտ կլինի, լրիվ ուրիշ ձևով ավելի լավ արձագանքը, չգիտեմ, շատ ավելի լավ կլինի։ Իսկ կան պլաններ։ Անկամ իհարկե, անկամ ես մի գաղտնիք բացեմ ձեզ, իրենց գալուց առաջ ես դիմել էի բոլոր համայնքներին, քաղաքներ, տարբեր քաղաքներ էի ես դիմել, միայն պատրաստական էին ընդունել բավական քաղաքներ, որոնք հեռու են մեզնից։ Եվ մենք ուղղակի իրենք շատ կարճ ժամանակահատվածում էին, մենք չէինք կարող կազմակերպել այդպես արագ ձևով։ Իսկ մոտիկ քաղաքները, որոնք անգամ եկել էին իրենց խմբերով ներկայացման, իրենք ներկայացումից հետո ասում են, իսկ ինչու ոչ, հաջորդ անգամ անպայման պիտի լինի մեր քաղաքում։ Եվ հիմա հույս ունեմ, որ մենք այս համագործակցությունը մեր մեջ միշտ կլինի, մենք կնայենք նաև ոչ թե մեկ ներկայացմամբ, եթե դուրս են գալիս, այլ մի քանի ներկայացումներով, թող ինչու ոչ ես հիմա մտածում եմ, մանկական ներկայացումներ թող լինեն հայալեզու, որովհետև երեխան երբ դպրոց է գալիս, նա այդ շարժառիթը պիտի ունենա, ինչու ենք հայերեն սովորում։ Հենց հատուկ նաև սա է, որ այ տեսեք, դուք պիտի գնաք հայալեզու ներկայացում դիտեք։ Հատկապես պատմական այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է մեր լեզուն, մեր արժեքները, մեր մշակույթը պահպանելը ու կեցեք, դուք խոսում եք եւ ամեն խոսքի սկզբում տանում եք դեպի դպրոց, դեպի դպրոց պայմանավորվեցին համագործակցությունը շարունակելու համար։ Այո։ Ես հետո մի հրացում եմ, հնարավոր չէր լինի երևի այս ամեն ինչը կազմակերպել,
եթե մեր քաղաքապետարանը մեզ չօգներ, չէ։ Այո։ Դրա համար ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ստանալով մեր հրավերքը անմիջապես շատ արագ անգամ երևի մյուս քաղաքները չընդունեցին որոշ պահեր, որ չէին կարող շատ արագ կազմակերպել։ Բայց մենք աստորեն երկու ամիս էլ չի տևել այս ամեն ինչը, շատ արագ է։ Իհարկե, հենց որ հրավերը ստացել ենք Տիկին Կարինեի կողմից համայնքապետարան, մեր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, բաժնի վարիչ Քրիստինե Մադոյանը շատ արագ առանց որևէ օր կորցնելու կազմակերպել են։ Իհարկե տրանսպորտի ծախսը հոգացել է մեր համայնքապետարանը, որի համար իհարկե շնորհակալություն, թատրոնը դեռ այդքան ուժ չունի ոտքի վրա կանգնած չի, որ ինքնուրույն կարողանար այդ հրավերը ընդունելու։ Իհարկե, որի համար շատ շնորհակալ ենք։ Կարծում եմ մենք էլ պատվով վերադարձանք։ Իսկ Բոհեմ թատրոնը արդյոք պատրաստ է ժամանակ անց արդեն հյուրընկալել այս հրաշալի մարդկանց իրենց անձնակազմին։ Մեծագույն սիրով, այո, մենք նույնիսկ այդ համագործակցության սկիզբն էլ ունենք, մտածում ենք հրավիրելու, որտեվ հրաշալի ընտանիք է մշակութային, Տիկին Կարինեի գլխավորությամբ, նրա ամուսնու, որդու ամբողջությամբ արվեստի ու մշակույթի մշակներ են, այսպես ասած, նվիրյալներ, որ այո, գիտեք ինչ, ես սկզբից ափսոսում էի, որ նման մարդիկ մեր մոտ չեն, հայրենիքում չեն, բայց հայրենիքից դուրս ես զգացի, որ նրանք շատ ավելի մեծ խաչ ունեն կրելու, քան մենք այստեղ հայրենիքում։ Շատ ավելի ուժեղ են, շատ ավելի միաբան են, ու Տիկին Կարինեի պես մի փխրուն կին է կարողացել այդ հսկայական համայնքը հավաքի եւ տանի արվեստի ու լեզվի ճանապարհով, դա հրաշալի մի երևույթ է։ Այ ամեն անգամ Հայաստանի ու վստահ եմ նաև Սիրելի քաղաքի Վանաձորի հետ կապը, այսպես որ գտնում եք այդ կամուրջը, ծրագիր իրականացնելուց հետո ինչ եք զգում։ Տիկին Կարինեն համեստորեն չի ասում, թե ինչ հսկայական ծրագրեր են արել եւ ինչ օգնություններ են արել, դե այդ բանը կապոցները ես տեսել եմ, sense ահռելի մենք չհասցրեցինք նույնիսկ թերթել։ Ինչ է ասում այդ բոլոր յուրաքանչյուր ծրագրից հետո առաջ ինչ եք դնում ձեր առջև։ Հետո եւ որ արդեն ի կատար եք տեսնում։ Լավ, եթե հարցը ծրագրերի մասին է, ուրեմն առաջին պատերազմի տարիներին, քանի որ համայնքում ես միակ կինն էի, ես որոշեցի, որ անհրաժեշտություն կա անպայման կանանց միավորել, որովհետև այն հսկա օգնությունները, աշխատանքը, որ անում են համայնքի տղամարդիկ, դա ուղղակի, չգիտեմ, բառերով հնարավոր չէ ասել։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր անգամ մինչև հիմա իրենց պարտքերն են փակում, որտեղ վերցրել են բավական ապառիկ, դա ուղարկել եւ այլ այդպիսի պահեր էլ կան։ Ու ես որոշեցի, որ մենք պետք է հավաքվենք կանացով։ Սկսեցի զանգահարել իմ բոլոր ընկերուհիներ, ծնողներ եւ շատ կարճ ժամանակում հավաքվեց կանանց միություն, որը կոչվում է Իմ մայր։ Սա այն առած աշխատանքները մենք ոչ մի անգամ ոչ գովազդել ենք, ոչ միտեղ չկա։ Մենք ուղղակի մեր հոգու պարտքն ենք արել մեր հայրենիքին։ Բոլոր այդ կանայք, բոլորը կայացած մարդիկ են։ Բոլոր այսօր քանի տարի անցել է, իմ կողքին կանգնած են ու ցանկացած ծրագիր մենք անում ենք միասին։ Ես միայնակ չեմ։ Դա լինի թե որևէ գյուղի ջրի հետ կապված խնդրի լուծման, թե անհատական ընտանիքների օգնության հարցով։ Երեք չի առաջի օրն էլ էլի ես այստեղ, ես տեսնում եմ աղջիկներ աշխատում են, որովհետև մի երեխա հայ ընտանիք փաստաթղթերի խնդրեմ ունեն եւ չեն կարողանում երեխային վիրահատել, գումարներ է պետք։ Բայց ի տարբերություն մյուս կազմակերպությունների մենք ոչ մի անգամ չենք դիմել, ասենք դրամահավաք անելու։ Դրա համար մենք չկանք սոցիալական կայքերում, դրամահավաքներ տեղի չեն ունենում, այլ մենք ցույց ենք տվել մեր մշակույթը, մեր աշխատանքը, ու դա ստեղծվել է մի, չգիտեմ ինչու, կարելի է նաև փորձի փոխանակման, օրինակ հասարակ մի բան, օրինակ մարդը աշխատում է Վարշավիր, ինչով կարող է մարդը մեզ օգնել մեր կազմակերպությանը։ Մենք նրանից գումար չենք ուզում, բայց ինքը լավ մասնագետ է,
մենք կարող ենք նրա մոտ վարպետության դասերի գնալ։ Հավաքվում են, գումարային առումով գնում ենք, անց ենք ասում այդ վարպետության դասը, հետո վարպետության դասի այդ ամբողջ գումարը գնում է մի ընտանիքի։ Աշխատանքով եք օգնում։ Այո։ Նույնը նաև բարեգործական համերգները։ Սկզբնական շրջանում, քանի որ ես չգիտեի ոչ մի արտիստների, երգիչների եւ այլ, ես առաջին համերգները իհարկե իմ մայրի օգնությամբ, որտեղ աղջիկները մեծ գործ են անում, իրենք այդ տոմսերն են վաճառում, բոլոր ազդագրեր եւ այլը իրենց վրա է, դրամական հաշիվների հետ ես ընդհանրապես կապ չունեմ, մենք առանձին մարդիկ ունենք, ովքեր դրանով են զբաղվում։ Առաջին համերգները իմ ընտանիքն էր անցկացնում Պատրանքի թատրոնի շոու իլյուզիոնիստը, պես են կոչվում դրանք, եւ հետագայում ես սկսեցի արդեն փնտրել մեր շրջապատում երգիչներ, հետաքրքիր մարդկանց, դրա շնորհիվ մենք ստեղծեցինք նաեւ հայ զարգացած տաղանդավոր երիտասարդների միություն։ Հիմա իրենք առանձին կազմակերպություն են, նոր հայք են կոչվում, կայքերում բավական ակտիվ են իրենք եւ նրանցից շատերը հետո վերադարձան հայրենիք։ Շնորհիվ այդ դաստիարակության, որ իրենք նորից վերադարձան հայրենիք։ Հրաշալի առաքելություն եք իրականացնում իրական։ Շատ կարևոր։ Այո, եւ առաջիկա անելիքների մասին մի քիչ կանք նաեւ թատրոնի, հա, իդեպ շնորհավորում ենք, քանի որ այս կարգավիճակով առաջի անգամ։ Շնորհակալ եմ։ Ես ծառայություն եմ համարում դա։ Այո, մենք գիտենք, ուղղակի առիթ չէր եղել եթերային տարբերակով շնորհավորելու։ Ինչ ծրագրերի մեջ է, ինչի անում այս պահին բոհեմը, բոհեմականները։ Որքանով եք տեղյակ դուք, կոնկրետ անցած տարվանից մենք Զորյան տուն-թանգարանի հետ սերտ համագործակցություն ունենք եւ հենց ցանկապատն էլ ծնվել է, ներկայացում է այդ համագործակցության շնորհիվ ու լավ ընթացք ունեցավ։ Այս տարի էլ նորից Զորյանի տուն-թանգարանի այգում բացօթյա ներկայացումների ընթացքը արդեն մեկնարկը կտրված է, որ եւ հունիսի 16-ին եւ 14-ին արդեն իսկ ունենք ներկայացումներ բացօթյա, փորձում ենք մի փոքր բացի ներկայացումը on-line-ել մեր առաջարկները, որ մարդը գա թանգարանի բակ ունենա եւ երաժշտություն լսելու հնարավորություն, թեթև գինու հյուրասիրություն, Բարսանա Զորյանի տուն-թանգարանը ուսումնասիրի, նոր վերջում իջնի ներկայացում նայելու։ Այսինքն գա Զորյանի տուն-թանգարան բակ մի 2 ժամ արվեստի միջավայրը զգալու համար։ Ոչ միայն գա ներկայացում նայի եւ գնա, այլ այսպես ժամանակ, հաճելի ժամանակ անցկացնելու։ Հիմա այդ գործընթացն է, առաջիկայում պատրաստում ենք մանկական ներկայացման, որպեսզի արդեն նոր թատրոնի շրջանը բացվելու ժամանակ ունենանք մանկական ներկայացում փոքրիկների համար եւ մի կոմեդիա ենք պատրաստում այս տարվա համար, ինչեւ որ արդեն շատ ակտիվ տեմպերով եք։ Այո, ակտիվ, որովհետեւ հանդիսատեսը քաղաքում փոքր քանակություն ունի։ Այս հավատարիմ այսպես միշտ այցելող թատրոն եւ դրա համար դու պիտի անընդհատ առաջարկ ունենաս եւ առաջարկ ունենաս տարբեր ճաշակի մարդկանց համար, տարբեր տարիքի մարդկանց համար, նախասիրությունների համար, դրա համար չնայած որ թատրոնը ինքը փոքր կազմ ունի, մեծ խնդիրներ ունի, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել, կարծում եմ, որ եթե լավ թիմ ես ունենում, իրար սիրող համախմբված, այդ ամեն դժվարություն կարելի է հաղթահարել, որտեղ ունենք մենք թատրոն միայն տնօրենով եւ արտիստների հաստիկներով։ Մնացած բոլոր աշխատանքները ինքներս ենք կատարում, չունենք բանվորներ, չունենք լուսավորողներ, ռադիստներ, ոչինչ չունենք։ Ունենք արտիստներ ու դվիրյալներ, որոնց շնորհիվ էլ փորձում ենք թատրոնի նոր շունչ տալ։ Ձեզ էլ մաղթում ենք միանշանակ հաջողություններ, ձեր աշխատանքը իր պտուղները հաստատ այդպես է, ես վստահ եմ, միշտ տալիս են այդպիսի նվիրումը իր պտուղները։ Ձեր հետագա անելիքների մասին խոսենք, ինչ է նախատեսված առաջիկայում։ Եվ այս պահին ինչ-որ ծրագիր կա, որի վրա աշխատում եք ու էլի հայրենիք, անապա։ Դե կայնեն անընդհատ աշխատում են, երբեք չի դադարում նրա միտքը։ Ես 3 եմ եկել, ճիշտն ասած, ուզում եմ մի քիչ, մի քանի օր կհանգստանամ, հետո ասում եք ժամանակ կմտածեմ, չէ, էլի կմտածեմ ինչ հետագա անելիքների մասին,
Բայց ամսի մայիս սեպտեմբերի 21-ին մենք ունենք մեծ միջոցառում։ Իմիջիայլոց դա նոր պրոյեկտ էր, աղջիկները ասում են ինչու, օրինակ Խաչքարի տոնն են կանում Հայկաձորում։ Ինչու մեր դպրոցի բակում, մեր մշակութային կենտրոնի բակում չանենք ինչ-որ մի միջոցառում, որտեղ հավաքենք էլի բոլոր ազգություններին։ Ну, մայիսի սեպտեմբերի 21-ը մեր անկախության օրն է։ Մենք տոնել ենք անկախություն, բայց մենք դա չենք ասում որպես անկախություն, այլ մենք հրավիրելու ենք բոլոր ազգերին մեզ հետ տոնելու մեր անկախությունը։ Շատ լավ է։ Այո։ Միությամբ այդ ամեն ինչը մատուցում։ Հետո էլ ասում են լոռեցիները մի ամեն։ Չկա այդպիսի բան։ Մոտորերս մենք մայիսին այդպիսի մի պրոյեկտ արեցինք 2 օրվա մեջ։ Մեր նկարիչներից մեկը ցանկանում էր ցուցահանդես կազմակերպել ու պետք է բացեինք ցուցահանդեսը մեր մշակույթի կենտրոնի եւ քանի որ ուզեցինք ավելի մեծ մասշտաբով դա արվի, որոշեցինք նաեւ տոնել մայիսի 9-ը, մայիսի 8-ն էր այդ օրը եւ քանի որ պայմաններ չունեինք, անմիջապես ծնվեց բեռնատար մեքենայի գաղափար։ Տղաները բերեցին, կանեցրեցին բեռնատար մեքենան, մենք ամբողջովին ծածկեցինք դա, առաջ ինչպես էին ասենք արտիստները ռազմաճակատում ելույթ ունենալու, հարթակ պատրաստեցինք տարբեր անկյուններով ու հետո տեսանք, որ ամբողջ քաղաքը այդտեղ է հավաքվում ու միակ երևի շուկով անցկացված մայիսին դարձավ այդ մեր միջոցառումը եւ այստեղից են ծնվեց այդ գաղափարը, որ ինչու ոչ սեպտեմբերի 21-ին մենք անցկացնենք նման մի միջոցառում։ Եթե կհաջողվի միջև դատատրոնը, բայց հոկտեմբերին ինձ թվում է, որ մենք կհանդիպենք։ Հոկտեմբերին կհանդիպենք ավելի ընդլայնված հյուրախաղերով, ոչ միայն դա կլինի Անապայում, այլ արդեն հիմա հետ գնալուց ես պիտի հանդիպեմ Վլադիկավկազ, հետո Պյատիգորսկ, Արմավիր եւ այլ ճանապարհի բոլոր քաղաքներում։ Եվ ամենավերջին տիկին Կարին է, գալու եք էլի այստեղ որ խոսենք։ Արդեն հաջորդ տիպը հյուրախաղերի մասին մենք սպասում ենք ձեզ։ Իհարկե, ես ամեն տարի լինում եմ Հայաստանում, Շատ լավ։ Վանաձորում, շատ շնորհակալություն ձեզ Մենք ենք շնորհակալ։ եւ հատկապես Հերիկնազին, որ ծանոթացրեց ձեզ հետ եւ ես այսօր ձեր տաղավարում եմ։ Սիրով, մենք պատրաստ ենք խոսել, ներկայացնել այն կարևոր գործերը, որոնք արվում է եւ հերու ու մոտ, հատկապես հերու, որովհետեւ նորից եմ կրկնվում, այդ հատկապես այս ժամանակահատվածում դա մեզ համար կարևոր է։ Շնորհակալություն ձեր նվիրումի համար։ Եվս մեկ անգամ ասում ենք հարգելի հեռուստադիտողներ, որ հայրենիքից դուրս ապրող մարդիկ էլ հայրենիք են ստեղծում ու ավելի ուժեղ, քան երբեմն կարող ենք մենք հայրենիքում դա գիտակցել։ Իսկ ավելի ուժեղը դառնալու համար շատ ժամանակ եւ հիմնականում պետք է պահպանել հայկական ազգայինը եւ մեր մշակույթն ու արվեստը։ Իսկ այս մարդիկ կարողանում են պահել։ Ձեր շնորհակալություն եւ մաղթում ենք բարի ընթացք ձեր բոլոր գործերում։ Շնորհակալ եմ։ Ինչպես ասում են, կհանդիպենք ցանկապատում։ Հանդիպենք։ Դուք մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք քիչ անց։ Իսկ ես ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր այս հաղորդումը կդիտեն նաև on-line հաղորդակում Անապայում, այո։ Եվ ողջույններ ենք ուղարկում Հայաստանի ամենահյուսիսային, ամենաջիկյարով, ամենականաչ ու այսօր նաև զով մարզից, սրտից Վանաձորից, որովհետև եկեք այստեղ հանգստացեք, հետո կգնաք տիկին Կարինի հետ միասին ձեր գործերը կանենք։ Շարունակեք դել Ֆորտունա հեռու չգնաք, ալիք չփոխեք, կկարոտենք ձեզ։ Մերն է։ Արմատը մեր այդում է, ուրեմն մերն է։ Դե որ այդպես է, հեսա կգնամ կբերեմ մեր սղոցը ու կգտրեմ ձեր ծառը։ Պապի! Պապի! Այ այդպես եք մտածել բոլորը, որ թշնամին մեր շեմլա հասել է։ Այ մարդ ես երբ այսքան փոքրացա, այսքան սահմանափակ դարձանքա, ձեզ չեմ հասկանում, ճիշտ եմ ասում, չեմ հասկանում։ Այ հորդ Աստծուն մերնեմ, ինչ կա չհասկանալու։
Ես որ ներն եմ ընկնեմ, կողքի գերից գալիս են իմ դարդի դարմանան եմ, որ ես անեմ, հա? Այ ապրել։ Ախր չենք ըմբռնում, որ մեր այս երկիրը երկու հզոր պետությունների արանքում ապրելու համար, նրանց են է երախը չընկնելու համար, հարկավոր է ինչ անեն, անտառ կազմեն ու ճղներով հենվեն իրար, կամ մագիլներ ու ատամներ սրել։ Մեր դժբախտությունն այն է, որ յուրաքանչյուրը խորհում է իր մասին, իր բույնի, կալվածքի, դղյակի մասին, թրջունի գիտակցություն, թրջունի իմաստություն։ Ասում են կախնուծիներն են, ճիշտ է։ Ես շատ գիտեմ է։ Նրանց հետ է բեռնավորված սայներ իշարաններ։ Ասում են կախնուծիները գաղթում են տնով, տեղով, կահկարասիով։ Ներս քանդվեց։ Կատարվեց այն, ինչից բոլորս դողում էինք։ Թշնամին գալիս է, թշնամին մոտ է, այդ գույժը մեզ էլ հասավ, ժողովուրդ ջան, այնուամենայնիվ, պինդ մնացեք, տեսնեք, մեր գլուխն ինչ ա գալիս, պինդ մնացեք։ Հա, Փարո ջան, ճիշտ ես։ Թե չէ մեր երեխեքը մեր երեսին են նայում։ Մենք որ թուլանանք, նրանք էլ այնտեղ կթուլանան։ Թե չէ խելքը դրել ես այդ շաշ մարդուդ։ Ամբողջ օրը ցանկապատի կռիվ եք անում։ Էլ չեք ասում կրակն ընկած գալիս է աշխարհը վառելով էս հասան մեր տուն։ Այս կնիկս էս ուրա գալիս չի։ Այ մարդ, խելքը թերցրել ես։ Թշնամին ջարդելով ու վարելով հասել է հարևան գյուղ։ Դու այստեղ չափարի կռիվ ես անում։ Լավ եմ անում, իմ կռիվը իմ ցանկապատի համար, հա։ Մեր ցանկապատը, մեր այգուց, մեր գյուղից, մեր երկրից դուրս պիտի կառուցենք։ տպավորություն էր, որ Հայաստանի որ մենք Հայաստանում ենք ներողություն երբ որ տեսնում եմ հայերին Հայաստանից դուրս եւ ուրախ եմ եւ անչափ տխուր